Փրկենք Սևանը, Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ ահազանգում էին մի խումբ բնապահպաններ ու հասարակական կազմակերպություններ։ Այսօր ակցիայի մասնակիցների բողոքն ընդդեմ Geopro Mining Gold ընկերության էր։ Բնապահպանները գտնում են, որ ընկերությունը շրջանցել է Սևանա լճի մասին օրենքը եւ լճի ավազանում, Սոտքում կառուցել ջարդող տեսակավորող համալիր ոսկու վերամշակման համար։ Ըստ բողոքի ակցիայի մասնակիցների, նոր արտադրամասն ավելացնում է Սևանա լճի աղտոտման ռիսկերը։ Սևանան լցվում ոսկու կորզումից հետո ապարներում պարունակվող ծանր եւ թունավոր տարրեր, ինչպես նաեւ մկնդեղ։ Արդեն իսկ Սոտք գետը աղտոտված է եւ արդեն իսկ այդ ծանր մետաղները անցնում են Սևան։ Բաղ 100 միլիոն տոննա ապար, որ ունենանք, ինչ պետք է անենք։ Սևանա լճի մասին օրենքի 10-րդ հոդվածի համաձայն արգելվում է ցանկացած գործունեություն, որը կարող է բացական ազդեցություն ունենալ Սևանա լճի էկոհամակարգի վրա։ SOS Սևան նախաձեռնության անդամներն այսօր հազարավոր քաղաքացիների ստորագրություններին կից իրենց հայտարարությունն ուղղեցին Սերժ Սարգսյանին, պահանջելով դադարեցնել Սևանա լճի ջրահավաք ավազանում գործող լեռնահանքային ընկերությունների գործունեությունը եւ պարզել, թե այն որքանով է համապատասխանում Սևանա լճի մասին օրենքի դրույթներին։ Բողոք պահանջը հանձնելուց հետո ակցիայի նախաձեռնողներն ուղևորվեցին Սոտք, շարունակելու իրենց ակցիան։ Լուսինե Դեմիրճյան, Սարգիս Համբարձումյան, IPV